Ժողովուրդ, այսօրը պիտի ջամպենք մեր մանուկը, մեր մանչը, պիտի ջամպենք մի քաչ զինվոր, մեր պանագի անունը, ազատագրական պանագի անունը, այսօր մենք ասկյուրի ուզենք ասել ինչ եղել է մեր մանչը։ Մանչը մի երդասատ էր, որ եկել է և անցիբել է բարոն Լեոնիդ 3 տարի առաջ։ Են վաղտը ազդղա, ասկաչ զինվորը, որ այսօրը վիդի տաղենք։ Են վաղտը երիտասարդ ու մեկ էր, që մեր դուխ է, մեր պանագը, մեր ջոգադի դուխ է։ Թուրքների համար ասմանչը ռակը տապցավ, գրանադամյոտով, պուլիմյոտով, ավտոմատով, ամեն զենքով, ոչ մի զենքը իրեն համար օդար էր, իր այրենիքի պաշտպանելու համար, իր ժողովուրդի պաշտպանելու համար, մեր ազատությունի համար, մեր անկախությունի համար զենքը արել է, զենքը շարգել է, զենք օգտագործել է և դարձավ մեր թշնամիի մենց ռագը, մենց հիվանդությունը, թուրքները կվախտնային այս մանչը, միշտ առջև է եղել է։ Մենք մի քանի անգամ կփորձեինք ասել, մանչ, տուն մի քիչ անկիստ, մի քիչ մնա, հիվանդ ես, մի քանի ամիս բարգել է հիվանդանոց, միայն մի դպատակով, առողջանալ շուտ և նորեն գրվել, նորեն պայքարել։ Սա էր մեր մանչը։ Չունեցավ անկիսությունը, չունեցավ մի րոպե ռահատությունը, չուզեր, միշտ կուզեիր պատրաստ լիներ գրվելու համար։ Ինչպես իր ընտանիք, ինչպես մենք, իր ընկերները գարեինք, չի գրցանք, մի պոտորիկը ցերկով գրնակ դուք բռնել, մի կամի, մի գրակը ցերկով դուք գրնակ բռնել, չէ, չի կարելի է, մանչակվեց էր, այսինքն գրակ, պոտորիկ, կամի, և ոչ մեկումը չի գրցավ իրեն բռնել և անկիստացնել, մի դեոտնել և ասել, մանչ ոս մնա, չի կարելի էր, և ինքը միշտ առջևը կնաց, առջևը զոհվել է, երբ զոհվել է մանչ, մի արձակման ժամանակը, մի կյուրը, որ մեր ջոգադը, մեր պանագի, մենզամասնությունը դղակները պնագիչ են, մոխրատար, Մարդակերտի ռայոնը, ասկյուրը 3 անգամ մանչը ազատել է, ասվերցին չապատը, 3 անգամ դղակների հետը ազատել է ասկյուրը, ուժը չունեինք, կյուրը բայել, և ետ նահանջեցինք, անդարում, և պարտիզանական գրիվը դանեցինք, սակցուցինք 3 անգամ տուրքները, չեն գրնային ասկյուրը բայել, չեն գրնային ասկյուրը իրեն ձերքը բայել, մենք միշտ կազատեինք, և 3-րդ անգամ երբ արձակմումը եղավ ազատելու ասկյուրը, մանչը եղել է կոմանդիր, օպերատիվ կոմանդիր ասկորզողությունի վրա, 74 դղակները, իր ռամանի դագ էր, և ինքը առջևը կնաց նորեն, տուրքները սակցուցին, ասորը, որ մանչը զոհվել է, մենք աշվեցանք ասկյուրին մեջը, 36 տուրքի ցյակը, 36, ասիկաշ ոչ աշված ցյակները, որ տուրքները դարեցին իրենց հետը, ետ նահանջելու ժամանակը, այսինքն մենք կորուստը ունեցան մեր թշնամի, ամա մենք մանչը գորալու համար, մանչը գործծնելու համար ավելի մենք կորուստն է, դուք գիտեք ադիգա, դուք ասկյուրացի, ասնրակներ, ասգինները, ասմարտներ եք, որ դեսակ
մանչը մեզնալ ապրիլ, մանչը մարդը տալնալ։ Դուք դեսել եք և շատ ճիշտ թվով ազնիսի դահակները պետք է բադիվը բայել։ Դուք շատ ճիշտ թվով ողոշել է աստոբրոցը, իրանունը դար։ Աստոբրոցը երեխաների դարիներ և դարիներ բիդի սորվին, մարդը բիդի տարնան, հայ բիդի տարնան, Մանուկ Սահակյանի Դոբրոցի անունով, սա է ծեր նվադագիմա, մանչը մեղել է, մանչը զողվել է գրվելու, զենքը ծերքով, ոչ մի զենքը, երկուատ զենքը, մի գրանալամյոտ, մի ավտոմատով։ Հիմա, ով ասկյուրին մեջը, ով երիտասարդությունը, պիտի կա մանչի edերը, մանչի ճամպա կալել, մանչի դերը գրվել, կսպասենք մենք ձեզ, այրենիկը ձեզի կսպասե, ով գուզե մանչի բադիվը բայել, վաղը պիտի գրվի, պարկ իշադագը մանչի, բարի ճանապարհ։ Ասեց միթե Արցախը Հայաստան չէ, որ մեզ ասում եք ինչու եք գալիս Հայաստանից այստեղ գրվելու։ Եվ ցույց տված մի ուրիշ արտասահմանից այստեղ եկած ընկերոջ եւ ասեց նայեցեք, այս մարդիկը կիլոմետրներ իրենց ընտանիքները, երեխաները, հարազատները թողել են, եկել են այստեղ գրվելու հանուն հայրենիքի, հանուն այս սուրբ հողի ազատագրման համար։ Մեզ համար Հայաստանը այստեղ է, Արցախն է, Նախիջևանն է, բոլոր այդ բռնակրաված հողերն է, Արևմտյան Հայաստանն է։ Արցախը այսօր առաջնահերթ խնդիրն է բոլոր հայ ազգի առջև դրված։ Ուրեմն, խնդրում ենք բոլորից, մենք որ սփյուռքահայ ենք, այդ անպարտությունից ծնվել ենք ուրիշ հողի վրա, ձեր բոլորից խնդրում ենք, որ այդպիսի զադողություն չանեք։ Արցախը մերն է, մենք Արցախին։ Արցախը Հայաստանի անբաժան մասն է եւ բոլոր այդ բռնակրաված հողերը։ Նրա համար, եթե ուզում եք այստեղի երիտասարդությունը եւ բոլոր այդ մյուս երիտասարդությունը փոխանակ իրենց եսասեր գործունեությամբ զբաղվեն, եթե այս երիտասարդ ժամանակ կարողանան իրենց ամեն ինչը էներգիան իրենց ազգին նվիրեն, մենք այլևս մանուկներ զոհ չենք տա։ Կարող է գտանք այս մարդը անպայման բիդենգնեն, մեկը մյուսի հետևից, բայց շատ ավելի քիչ կմնա։ Հովսեփը ասեց քիչ առաջ, որ Մոխրատաղը 3 անգամ է ազատագրել Մանուկ Սահակյանը։ Ինչու 3 անգամ պիտի ազատագրեր, եթե երբեք առաջին անգամ որ ազատագրված էր Մոխրատաղը Թուրքից, բահողներ լինեին։ Դժբախտաբար ազատագրված բոլոր այդ գյուղերում, բոլոր այդ բարձունքներում շատ քիչ մարդ է բահում, շատ քիչ մարդ է կա, որ այսպիսի գորյուններուն, այսպիսի գրվարար մարդնչող երիտասարդներուն իրենց արյանքինով ազատագրած գյուղերը բահելու։ Խնդրում ենք ձեզանից, բոլոր այդ երիտասարդությունից, եթե ուզում ենք, որ մենք ամբողջական Հայաստան ունենանք, որ մեր բնակչությունը այլևս ռումբերու տակ, վերտալյետներու գրատներու տակ չմեռնին, չզոհվեն մանուկները, մանուկի վեց տղակները, խնդրում ենք բոլորից, մի քիչ կարգաբախություն, մի քիչ հայրենասիրություն, մի քիչ սիրտ, մի քիչ հայկականություն։ Մարդիկ, ընդհանրապես երբ որ նայում են մեր աչքերը, ես անգելզորեն եմ ասում եմ մենք ամանչում ենք, որ դուք ծրգեր եք ատդակ դեղը եկել եք աստեղ, մենք ասում ենք ամանչելու ոչինչ չի կա, մենք ենք ամանչում ցեզանից, որովհետև ուշացել ենք արդեն։ Մեր զաքրական բանակը բարոն Արամայից Միրզախանյանը ուզում է մի բան ասել։ Որ դուք գիտեք հավաքվածիները։ Մեկ վայրկյան ոտքի վրա չեր կանգնում։ Եվ ես չկարողացա իմանալ 10 ժամ ընթացքում, թե որ զենքն է նրա ամենատիրապետող զենքը, որ մեկ զենքն է տիրապետում։ Բոլոր զենքերը փորձում էր։ Ես նրան տկարեցի վերջին անգամ, երբ տանկն էր վարում։ Զարմացա, այս փոքրամարմին տղայի մեջ, այսքան հայրենասիրություն, այսքան ուժ, ներվածություն, գորով, հանուն հայրենիքի, ինչ անում այս երիտասարդը։ Մեկ կողմից խոսում է ռադիոյով, կապ էր պաշտպանում, մանչը խոսում է մանչը, պատասխանիր կակաչ, կակաչ։
Հիկոմից զենքներ սովորացում ընկերոջը, վերջին րոպեին ժամ 2-ին և զենքներ էինք կապում, տղաներ ասում էր այս մեկը, և գծում եք հաշվեք 3, մյուսը երևանյան վարյանց է, 4 վայրկանից է պայթում, հաշվեք 4 և անպայման պարկեցեք։ Մեկ առ մեկ զինվորներին նախապատրաստեց, կրկույկի մեջ գրանցեց, ով ինչ պետք է անի։ Այսպիսի հերոստրաններ, այսպիսի քաջեր այսօր մեզ պետք են հայրենիքի ազատագրման համար։ Ինչպես Սարգիս Հասպանյանն ասաց, Լևոնն ասաց, Հովհաննեսը, այսօր մենք պետք ունենք բոլորին, Սփյուռքից, Արցախից, Հայաստանից բոլոր տեղերում։ Թշնամին զատողություն չի տնում ձեր մեջ, Սփյուռքի մեջ, Արցախի մեջ։ Մենք պետք է միանանք, պետք է մենք թողնենք բոլոր կուսակցական պարակտությունները։ Բավ է մեզ, 1920 թվականը բավ է մեզ, մինչ այդ մեր կորուստները բավ են մեզ, ամբողջարեմդար Հայաստանի կորուստը բավ է մեզ, այնպես միություն, միություն, միություն։ Վերացրեք կուսակցական բոլոր ստրականությունը։ Ես չեմ հասկանում, ինչ ենք արել մենք Սփյուռքի մեջ 70 տարի, որ այսօր այնտեղից եկել մեզ 10 տարի այստեղ։ Անընդունելի այս բանը։ Դուք մեզանից լավ գիտեք ինչ պետք է անեք։ Դուք մեզանից երկու լավ գիտեք։ Մանչը ինձանից լավ գիտե ինչպես պետք է կրվի և կրվեց Հիվրիկյան կտրվեց հայրենիքի։ Ես պետք է խնդրեի, աղաչեի բոլոր մեր հայրագիստներին, հայրենիքում ապրող հայությանը, չենթարկվեն այս կուսակցական երկպարակտություններին։ Բանակը պետք է լինի մեկ, զինվորը պետք է լինի հայ ժողովրդի զինվորը, Հայաստանի զինվորը, ոչ այս և այն կազմակերպությունը։